Ըստ էության եւ Ադրբեջանի եւ մեր կողմի եւ հայաստանյան կողմի դիրքորոշումները երկու հարցի վերաբերյալ էլ հայտնի են։ Իհարկե մենք փորձեցինք նախարար Բայրամովի հետ Անտալիայում օրեր առաջ մի փոքր ավելի առաջ գնալ, ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել, ինչպես եւ նախկինում մենք կարծում ենք, որ de facto ավարտված հակամարտությունը de jure ավարտելու դեպքում ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտը ազդարարելու, դեպքում ինչպիսին է կամ որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում մենք իհարկե կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ օրինակ, հետեւաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա եւ հակառակը կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում։ Այդ պատճառով մենք կողմ ենք եւ բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին։ Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք այդ գործընթացները կարող ենք փաստաթղթեր առնվազն նույն օրում ստորագրել, նույն օրը, ինչ հաջորդականություն ուզում եք դրեք։ Մեկը խաղաղության համաձայնագիրը եւ մյուսը միահամատեղ դիմումը ԵԱՀԿ-ին տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստականության կամ նախաձեռնության մասին։